Հուլիսի 17-ից 30-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց մարդու իրավունքների աննախադեպ ծավալի խախտումներ, որոնք նաև իրենց դրսևորումների և բովանդակային առումով աննախադեպ էին և երբևէ Հայաստանի Հանրապետությունում այդ մասշտաբայնությամբ չէին հանդիպել։ Եթե այսպես խմբավորենք տեղի ունեցած խախտումները, ապա պիտի սկսենք նրանից, որ առաջինը և հիմնականը խախտվեց մարդու խաղաղ հավաքներ իրացնելու իրավունքի իրականացման այդ ամբողջ ընթացքը և մասնակցության, և կազմակերպելու, և արդեն պետության պարտավորության մասով, որ հնարավոր ցանկացած ոտնձգության պարագայում ապահովելու, որ անձը կարողանա իր հավաքի իրավունքը ազատորեն իրականացնի, փաստորեն բացարձակապես չգործեր։ Այս պահի դրությամբ մեր տվյալներով մոտավորապես բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 730։ Թերևս ավելի հեշտ է նշել, թե որ իրավունքները չի խախտվել, քան թվարկել, թե որ իրավունքները խախտվել։ Իսկապես աննախադեպ է այդ ընթացքում տեղի ունեցածը, հատկապես հաշվի առնելով այն ամբողջ հայտարարությունները բարեփոխված ոստիկանի մասին, որը մեզ հեռացվում էր բարբերաբար, այդ մի քանի օրերի ընթացքում պարզ դարձավ, թե ինչքանով է բարեփոխված եւ ինչպիսի համակարգ մենք ունենք։ Կիրառված հատուկ միջոցների հետ, մասնավորապես հուլիսի 20-ին Խորենացի փողոցում, հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ նույն օրը Սարիթաղում։ Բավականին տպավորիչ զինանոց է, մասնավորապես 71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ ուրեմն 40 մմ-անոց կրակոց լուսաձայնային նռնակի, այսինքն կրակվող, եւ 3 կրակոց արդյունքաբեր գազ։ Ընդ որում, ինչը բավական հետաքրքիր է, արդյունքաբեր գազից տուժել է միայն 1 քաղաքացիական անձ եւ 18 ոստիկան։ 33 քաղաքացի ստացել են կոտրվածքներ, ընդ որում սա մեծ հարց է, թե ոնց կարող է քաղաքացին ստանալ կոտրվածք, որովհետեւ արդյունքաբեր գազից կամ լուսաձայնային նռնակից պետք է որ կոտրվածք չստանա քաղաքացին։ Ունենք ոստիկանության նկատմամբ բռնություն։ Հենց Սարիթաղի դեպքերի առնչությամբ հուլիսի 19-ին, երբ ուղղակի մարդիկ դուրս են եկել, կանգնել են ոստիկանության դեմ հանդիման, ասել են մեր փողոցը բացեք, որպեսզի հանրային տրանսպորտը հասանելիություն ապահովի այս թաղամաս։ Իրավաչափ եւ ամբողջությամբ օրինական պահանջ բնակչության կողմից ներկայացված, երբ չկա պատասխան բացատրություն, թե ինչու պիտի փակ մնա։ Տեսնելով նրանց ընդվզումը, հենց անմիջապես շատ արագ ձևով 316 հոդվածի տարբեր մասերով քրեական գործը հարուցվեց եւ այդ մարդիկ կալանավորվեցին։ Այսինքն առաջին խումբ ընդվզողները, որոնք այնքան համարձակություն քաջություն ունեցան ոստիկանության դեմ հանդիման կանգնելու պահանջ ներկայացնելու, անմիջապես մեկուսացվեց։ Երկրորդ խումբը եւ այդ խմբին քրեական գործերը հարուցվեցին ապօրինի զենք զինամթերք պահելու հիմքով, հաշվի առնելով, որ նախորդին արդեն տեղի էր ունեցել Սարիթաղի միջադեպը, հուլիսի 20-ից սկսած սկսեցին կալանավորումները եւ ձերբակալությունները այդ հոդվածի ներքո։ Այդ հոդվածն էր, որ հենց Լևոն Բարսեղյանն է այդ հոդվածի հիմքով ձերբակալվեց, Արմեն Մելքոնյանը էլի անձինք, որոնց ուղղակի մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար։ Արդեն երբ այս խումբն էլ մեկուսացվեց, որը դրսևորել էր էլի ակտիվ վարքագիծ, հաջորդ քրեական օրենսգրքի հաջորդ հոդվածը, որը գործի դրվեց ավելի մասսայական մասշտաբային անձանց կալանավորելու համար, դա զանգվածային անկարգություններն էր։ Ընդ որում, ասեմ նաև մի շատ հետաքրքիր հանգամանք։ Հուլիսի 20-ին, երբ ոստիկանությունը ինքն է հատուկ միջոցներ կիրառել, հուլիսի 20-ի ժամանակ եւս կալանավորվել են մարդիկ զանգվածային անկարգությունների մեղադրանքով, երբ արդեն պաշտոնապես բոլոր տարբերակներով հաստատված է, որ ուժը եւ հատուկ միջոցը կիրառվել է ոստիկանության կողմից։ Այսինքն դուք պատկերացնում եք, եթե մեզանից յուրաքանչյուրը այնտեղ լիներ եւ փորձ աներ փախչելու այդ իրավիճակում, կարող էր պոտենցիալ հայտնվել 225 հոդվածի մեղադրանքի առջև։ Փաստական հանգամանքները բոլոր խումբ գործերով կայացել ընդամենը մեկ միջնորդություն քննչի կողմից, այդ միջնորդությունը տառացիորեն, նույնիսկ ստորակետի, կետի
ուղղագրական, կետադրական սխալների կրկնությամբ տպվել է դատարանների կողմից։ Եվ նույն փաստական հանգամանքները օգտագործվել են բոլոր անձանց նկատմամբ։ Բայց հետաքրքիր է, որ միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո մենք ունեցանք իրավիճակ, երբ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը ազատ արձակվեցին, ընդ որում առանց որևէ ձևով նրանց նկատմամբ այլ տեսակի վերաբերմունք դրսևորելու, առանց որևէ ձևով նրանց պոտենցիալ, տպավորություն ստեղծելու, որ ես փորձ եմ անում նրանց դերը կամ նշանակությունը նսեմացնելու, բայց հակառակը, ասեմ, քրեական գործի 225 հոդվածով հարուցված, եթե քրեական գործի որոշումը ծանոթանաք, իսկ այնուհետև դատարանների որոշումը կտեսնեք, որ ամբողջությամբ դերակատարումը որպես զանգվածային անքարկություն կազմակերպելու մատնանշված է, որ ենթադրաբար դա իրականացվել է Արմեն Մարտիրոսյանի, Անդրեաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի կողմից, նաև Հովսեփ Խուրշուդյանի, որը ընդ որում փաստերով ապացուցվել է, որ Հովսեփ Խուրշուդյանը նույնիսկ այդ դեպքի վայր եկել է ժամեր հետո, քան այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել։ Նրանց ազատումը ուղղակի պայմանավորված էր բացարձակապես միջազգային կազմակերպությունների ճնշումներով, որովհետև այդ անձինք հանդիսանում էին, զբաղեցնում էին որոշակի պաշտոններ թե ներպետական, թե միջազգային կազմակերպություններում եւ քանի որ բացարձակապես որևէ հիմնավորում իրավաչափության տեսանկյունից չկար նրանց ազատազրկման մեջ պահելու, ուղղակի պետությունը չկարողացավ այդ ճնշումներին դիմանալ։ Բայց ի տարբերություն նրանց, այն բոլոր մարդիկ, ովքեր ընդամենը մեղադրվել են ոչ թե կազմակերպելու այդ զանգվածային անկարգությունների մեջ մասնակցություն ունենալու համար, մնացին կալանքի տակ։